Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, բարելավված պայմաններին։ Հայաստանի ներսում որ իրանց ձեռքբերողները ձեր միջոցով վերահսկում ովքեր որ ուզում են գրանցեն Հայաստանում և ԵԱՏՄ երկրներից որևէ մեկում պարտադիր պետք է պատշաճ արտադրության գործունեության սերտիֆիկատորները։ Կենտրոնի տնօրեն Արայիկ Բաղարյանը ներկայացրել է կառավարության հատկացրած միջոցներով իրականացված վերանորոգման աշխատանքները։ Նշվել է, որ 2024 թվականին կառավարությունը հատկացրել է 680 միլիոն դրամ շենքի վերանորոգման և գրասենյակային գույք ձեռք բերելու համար։ Վերանորոգվել է շուրջ 3300 քառակուսի մետր տարածք և ձեռք է բերվել նոր գրասենյակային գույք։ Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է կենտրոնի լաբորատորիայի բարելավված ծառայություններին։ Այստեղ իրականացնում են լուծելիություն բերելի, որը շատ կարևոր ցուցանիշ է որակական, որպեսզի հասկանանք արտադրողի կողմից տրված լուծելիության ժամանակը արդյոք նշված ժամանակում լուծվում է, թե չէ։ Այս գրասենյակն է, որը լաբորատորիան պետք է առանձնացված լինի, որպեսզի վիբրացիաներ չլինեն, հատուկ սեղաններ, այսպեսի հաստատարելով, որպեսզի քայլելը բոլոր կողմնակի ազդեցությունները կշռման վրա անճշտության էֆեկտ չունեն։ 2023 թվականին կառավարությունը հատկացրել է 595 միլիոն դրամ լաբորատոր գույք և սարքավորումներ ձեռք բերելու համար։ Դեղ արտադրողների և 90%-ից ավել ունենում են հենց նմանատիպ միջազգային սարքավորումներ և մեր համար շատ կարևոր է նմանատիպ սարքեր ունենալ, որպեսզի տվյալ մեթոդի վերարտադրումը մեր լաբորատորիայում շատ ավելի հեշտ դյունի ստացվեր առանց խնդիրների։ Նշվել է, որ տրամադրված միջոցներով ձեռք են բերվել առաջատար ընկերությունների 2023 թվականի արտադրության շուրջ 20 նոր սարքավորումներ, քիմիապես կայուն լաբորատոր կահույք, ինչպես նաև Հայաստանում միակ դրական ճնշմամբ իզոլյատոր։ Դրական ճնշմամբ մեկուսիչը իզոլյատորը, որը որպես թույլ է տալիս ցանկացած միջավայրում, սենյակը հիմա մեր մոտ է սենյակը դասակարգված չի, հատուկ աստիճան չունի, բայց այս սենյակում դասակարգված ունենք մաքուր ստերիլ միջավայր, որտեղ կարողանում ենք անսխալ առանց կողմնակի ազդեցությունների ենթարկված հետազոտություններ անել ստերիլության տեստի վերաբերյալ։ Բացի այդ, ձեռք է բերվել սարքերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որը ևս Հայաստանում մինչև օրս ներդրված չի եղել։ Այն հնարավորություն է տալիս մշտադիտարկել սարքավորումների սպասարկման, խնամքի հետ կապված հարցերը, հաշվարկել սարքերի աշխատանքային ժամերը և սարքերի հետ կապված ներդրումային ու ընթացիկ պահպանման ծախսերը։ Վերազինումը հնարավորություն է տվել բարելավել լաբորատոր ծառայությունների որակը և կրճատել ժամանակը։ Ներկայումս լաբորատորիան ունի ամերիկյան հավատարմագրման մարմնի հավաստագիր։ Վերազինումից հետո լաբորատորիան հնարավորություններ կունենա մասնակցելու ազգային և միջազգային հետազոտական նախագծերի, ինչպիսին է օրինակ առողջապահության համաշխարհային կազմակերպության նախավորակավորումը։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։